Բարև սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ կարևոր այս զրույցը պետք է մեկընդմիշտ վերջ տանք հայատյաց մարդկանց, թշնամանք տարածող մարդկանց, բլոգերները քիչ էին, հիմա բլոգերապաշտեր կան, որ նույն ձև կրկնում են։ Բոլորիդ ուղիղ հարց եմ տալիս։ Ինձ կհարգեք, եթե ես Հայաստանի Հանրապետության անվանումը աղավաղեմ, ունենց ծաղրական ձևով ասեմ, զզվանքի տոնով ասեմ։ Մեր ընդհանուր Հայաստանի Հանրապետության անվանումը ծաղրանքով ասեմ, զզվանքով ասեմ։ Դուք ինձ կհարգեք, դուք իմ հետ կխոսեք, բարև կտաք ինձ։ Ով որ տենց բանանի, չեք թքի տենց մարդու երեսին, չեք ասի, քո երեսին էլ հələ քեզ դաստիարակողի երեսին էլ։ Դու ինչ իրավունք ունես իմ սրբավայր ծննդավայր Հայաստանի Հանրապետությանը ուրիշ անվանում տաս։ Առավոտ շուտ մի հատ կին, Արմինե Խաչատրյան անունազգանով, որը երեկա իմ ընկերների շարքերը լրացրել, դրուժի տատուել ընդունել եմ, դե ինձ դրուժի տվողին չեմ ճանաչում, ինձ դրուժի տվողը ճանաչում է իմ գործունեությունը տենում է, ուզում է ընկեր լինի, տալիս է դրուժի ընդունել եմ իմ ընկերների շարքում, առավոտ շուտ աչքերս բացում եմ, թերթելուց տվյալ կնոջ գրառումն եմ կարդում։ Փաստորեն փողա մտել Հայաստան, մեծատառերով մալաձես, ուրեմն տառերը ճանաչում է։ Բևեր Կեռաբաղցի խառնված միտինգ են անում։ Կեռաբաղցին ո՞րն է։ Ժողովուրդ ջան, Ղարաբաղը երկու անվանում ունի, Արցախ եւ Ղարաբաղ, ուրիշ անվանում չի ընդունվում իմ կողմից։ Եթե իմ ընկերների շարքում մինչև այսօր դեռ կան մարդիկ, ովքեր որ իմ ծննդավայրի հանդեպ քամհարանքով են խոսում, ջնջեք իմ ընկերների շարքից, դուրս եկեք իմ ընկերների շարքից, ես չեմ ընդունում ընդհանրապես իմ հայրենիքի որևէ հատվածի, թե նախկինում կորցրած Արևմտյան Հայաստանում, թե ոչ վաղանցյալում կորցրած Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը, եթե իմ ծննդավայրի կամ ընդհանրապես հայրենիքի այլ հատվածների մասին անհարգալից են խոսում, նրանք նույնիսկ իրենց հորը մոր հանդեպել են անհարգալից խոսելու, բայց ես տենց ընկերները ոնց իմ կողքին պահեմ։ Որ չի ասի դե Պարզակ տիկինը մի երկու բլոգերի ազդես թունավոր բլոգերների, իշ բլոգեր էլի դե փողը տվել են ասել են հաչացեք հաչում են, ազդեցության տակ է, ուզում եմ օգնեմ որ ազդեցությունից դուրս գա, քաղաքավարի իրան ձայնային եմ ուղարկում, բերեք լսեք իմ ձայնային ինչ եմ ասել, բերեք լսեք։ Բարև ձեզ, տիկին Արմինե, ես ուզում եմ հասկանալ իմ ծննդավայրի ուղղությամբ եք, այդպիսի ձևակերպում անում Ղարաբաղցին, որն է, ես Ղարաբաղցի եմ, եթե որևէ Ղարաբաղցու հետ դուք խնդիր ունեք ասելիք, իրանց ասեք, իմ ծննդավայրի անվանումը մի արեք, էլի մի աղավաղեք, խնդրում եմ, խիեք տենց սխալ բաներ անում, են հələ իմ ընկերների շարքում եք դուք արդեն, ու Ղարաբաղցիները այսքանը տենում են ինձ հայհոյում, անիծում ես ձեր այս գրվածների պատճառով հավանաբար։ Այս կինը լսենք իր ասածը, բա ինչ անենք որ չլսենք։ Լսենք ինքը ինչ ասում, կրուտիտ չի ուզում, հələ տեսեք, հակասական, դե եթե դու ես սպասիբա ռասի բան, լսեք տեսեք ինչ ասում, այս բոլոր հարցերի պատասխանը ես ունեմ, եթե որևէ մեկը հիմա հարց կունենակ, ասի Գևորգ, քեզ վատ զգում, Ղարաբաղցին դա ինքը Ղարաբաղյան կլանի Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի հետ է, ժողովուրդ ջան, այդ մարդիկ ես մեղավոր եմ, որ իմ ծննդավայրից են եկել ստե, ձեր ծննդավայրին վնաս հասցրել է, ձեր խնդիրները իր հետ բարձեք, իրան ուզում եք վիրավորեք, ուզում եք քննադատեք, իմ ծննդավայրի հետ ինչ գործ ունեք, հիմա Ղարաբաղյան ձեր ասած կլանը, հələ Ղարաբաղյան կլանը ընդունելի է, Ղարաբաղյան այդ բառը ասողը, իմ ընկերը չի կարա ալնի, իմ ընկերը ջնջվի գնա, ես ընկերներ չեմ հավաքում, որ մսագունդ են, որ ուղղակի ֆիզիկական մարմին են, ես մարդիկ եմ ուզում իմ ընկերների մեջ լինեն, եւ ընդհանրապես իմ հայրենակիցների մեջ պետք է մենք sense բաները ֆիլտրացիա անենք, մաքրենք։ Եթե այդ մարդիկ Ղարաբաղից են եկել եւ վնաս են հասցրել Հայաստանի Հանրապետությանը, անվանել եք Ղարաբաղյան կլան։ Այսօր Տավուշյան, ենթադրենք կլան կամ Տավուշյան իշխանությունն է տիրում Հայաստանում։ Ես խնդրում եմ եւ պահանջում եմ, որ Տավուշյան իշխանությունը Ղարաբաղյան կլանին համարժեք պատիժ տա, վնասները վերադարձնի Հայաստանի բյուջե, իրանց էլ տանի ինչ սրոք, հասնում այդ սրոկը տա, թե ծմակ կլինի, թե ավելի ծանր, չգիտեմ, ինչ կանեն։ Ինձ հետաքրքիր չէ, ավելի շատ հետաքրքիր է, որ ես դա տենամ։ Ես դա չեմ տենում։ Տավուշյան իշխանությունը Ղարաբաղյան իշխանությանը չի կարող հախից գա, կամ թույլ է, կամ միասին իրանց մոտ լավ հարաբերություններ կա։ Թույլ տվեք մեկնաբանություններ չանեմ այսօր, դրա մասին չի։
Այդ կինը տեսեք ինչ է պատասխանում։ Ես նկար վիդեո բան չեմ հրապարակում ով է։ Իր անգերները ձայնը կլսեն, կճանաչեն, հետը հաշիվները կմաքրեն կամ ինձանից կլքեն իմ հետ ինգերություն չեն անի։ Սպասում եմ հազարավոր մարդիկ, եթե այդ ձև է մտածում, հազարավոր մարդիկ ատպիս կա եղեք։ Չմտածեք Գևորգը մարդ է հավաքում, մարդ չեմ հավաքում է Facebook-ում։ Ուզում եմ օդ փոխեմ, մթնոլորտ փոխեմ, երկրը մթնոլորտ եմ ուզում փոխացնեմ, որ մեկը մյուսին սիրի, մեկը մյուսին հարգի, չհաշվի չառնելով էլ տարածաշրջանը որտեղից է։ Կենտրոնացել է Ղարաբաղի վրա, հələ մի հատ էլ Ղարաբաղցի։ Ես հələ իրան օրինակ եմ բերել, մի րոպե իրան լսենք։ Գևորգ, նախ իմ էջը փակ է, իմ գրառումները փակ են։ Երկրորդը Ղարաբաղցի վերաբերում անրանց, ովքեր սպասիբա Ռոսիա ասելով ման են գալիս։ Կրդիտ։ Եթե դու քեզ համարում ես դրանց շարքում, դա արդեն մի քիչ հարցեր առաջ ան, բայց ես գիտեմ, որ դու դրանց շարքից մտցնում է արդեն։ Դու նորմալ գիտակցող խելացի տղա ես։ Դա Կուտա տալի։ Երրորդը, եթե ես մի բան գրում եմ, նշանակում է ես գիտեմ, թե ես ինչի եմ դա գրել։ Ու դա բոլորովին չի վերաբերում այն ազնիվ ղարաբաղցիներին։ Դա է քո ընկերների շարքում էլա։ Ղարաբաղյան կլանի ձեռքին։ Բա հերանից Ղարաբաղյան կլանի։ Իմ պապերս հայրական կողմի մայրական։ Էդի ճիշտն ասած շատ մարդկանցից եմ պատելություն քարոզող եղել է անձնական գրել եմ, բարձվել է նրանց արմատները Ղարաբաղից է, իրանք չեն ատոմ Ղարաբաղը։ Եվ նույնիսկ մելիքություններից է իրանց սերունդը սերվել։ Ղարաբաղի մելիքներից է սերվել, իքնել է ասում։ Միջևեր արժե լսել, դենամ էլի նենց սենց բաներ է խոսում, մի վարքյան։ Իրենք Ափսոս սերը։ Իմ ընկերների մեջ քանի որ կրկնում եմ, իմ էջը փակ էջա։ Եթե ձեր դուրը չի գալիս։ Իրա էջը փակ էջա, ինքը իրավունք է վերապահել, որ մենակ իր անգերներն են կարդալու, այսինքն ատելությունը դուրս չգալու իր անգերների շարքից։ Դե արեք հասկացեք, Գայանե ջան, չեմ ուզում ձեզ էլ թիրախավորել, ձեր ընկերների շարքում է։ Դուք էլ եթե համաձայն եք, որ իմ ծննդավայրի մասին քամ հարանքով խոսան, եթե դուք համաձայն եք, որ իմ ծննդավայրի մասին ծաղրեն, ծննդավայրից կպնեն, իմ հանկությունը ընդ է անցել, իմ հուշերը ընդ է, իմ համար ցավ է, ես այսօր այդ ցավը չեմ դնում հրապարակային ամեն օր, ամեն եթերում ասում, բայց երբ որ վիրավորում եմ, ուզում եմ դուք հասկանաք իմ ցավը, հետո նոր վիրավորեք։ Ես ձեր ծննդավայրին կպել եմ կյանքում։ Ես կնոջը ես կինը չի սիրում Հայաստանն էլ, եթե վաղը Աստված չանի, լեզուս չորանա ընգնի, Հայաստանը Կարենա թուրքը գրավի, ես կինը Հայաստանի հանդեպել ասենց բերանը ծռելով ասի, որովհետև այդ օրվա իշխանությունը Հայաստանցի է եղել, կամ էլ տավուշցի է եղել, ինքը խոսելով է տավուշի մասին անհարգալից, խոսելով է Հայաստանի կամ Երևանի մասին անհարգալից, ես իրան ասում եմ, կլինի ինքը ասում է վատ Ղարաբաղցիներին, թե ինչ ըտենց խոսացող Ղարաբաղցիներին է վերաբերվում, սպասիբա Ռոսիա ասող, վիրավորական վատ պահվածք ունեցող Ղարաբաղցիներին է վերաբերվում, ես գրել եմ իրան, ասում եմ, կլինի, ոչ ազնիվ Ղարաբաղցիներին, հեսա, որտև ես ի պատասխան իրան գրել եմ, ասում եմ, կլինի ոչ ազնիվ հայաստանցիների պատճառով իրանց անվանեմ Հավայիստանցի, համել բայց ներողություն եմ խնդրել մի քանի, ոչ թե Իրանից ընդհանրապես, ես ինքս ինձանից, որ ինձ թույլ եմ տալիս իմ պետության անվանումը աղավաղ եմ, բայց 60 տարեկան կնոջ կամ 50-անց կինա, չգիտեմ, եթե ուզում եմ բառացի բացատրեմ, որ քո արածը մարդկություն չի, դա ճիշտ բան չի, որ չի հասկանում, ինքը դառնում է այդ պահին Ղարաբաղի մելիքների սերունդը, Ղարաբաղն էլ սիրում է ուղղակի ոչ ազնիվ ղարաբաղցիների պատճառով իմ ծննդավայրին Ղարաբաղին ասում է Ղարաբաղցի, ես այդ կնոջը փորձում եմ, որ նույն ցավը մի պահ ինքը զգա, անվանելով Հայաստանը Հավայստան, որ ինքը այդ ցավը զգա, ես գիտեմ ցավ կտա իրան, ասում է, ինչ ուզում ես ասալ, սես մի բան ասում։ Իբր ասում, այսինքն դու թքած ունես, որ քո պետության, քո հայրենիքի հանդեպ ես սենց սխալ ձևակերպում անեմ, վատ ձևակերպում անեմ, ասում է, հա, ինչ ուզում ես ասա։ Տենում եք ում հետ գործ ունենք։ Այսօր այդտենց մարդիկ կորցրել են Ղարաբաղը, իբր Ղարաբաղի կլանին քննադատում են, որ Ղարաբաղը կորցրել են, իրականում Ղարաբաղն էլ են ատում։ Աղջի, արա, հիմա քեզ հարց եմ տալիս, այ բլոգերշա, այ բլոգեր։ Եթե քո ցավը նրա մեջ է, որ Ղարաբաղը կորցրել են, դրա համար ես Ղարաբաղյան կլանի քննադատում։ Ապա ինչու ես այդ իբր ցավ ես ապրում Ղարաբաղի համար, ինչու ես Ղարաբաղին էլ վիրավորում, ինչու ես Ղարաբաղին ուրիշ անվանում տալիս, հը? Իմ ծննդավայրին որտեղ կան սրբավայրեր, թե ես չեմ կարացել պահեմ։
Դա առաջին մեր հայրենիքի հատվածը չի, որ մենք չենք կարողացել դառնանք մի բռունցք, թուրքի ջարդը տանք, մեր հայրենիքի հետ հատվածը պահենք։ Դա մենք շատ ենք կորցրել, այդպիսի տարածքներ։ Եթե կորցրել ենք, պետք է այդ ձև խոսանք մեր հայրենիքի հանդեպ։ Այդ ի՞նչ ձև արա։ Հարգելի իշխանություններ, ձեզ երկրպագող բլոգերն է, տես բաներ արել։ Ձեզ երկրպագող կինն է, այս Արմինե Խաչատրյան անունով, այս խոսակցությունը իր մեջ է եղել, ճիշտ է 2-3 տարի առաջ էլ սենց էլի թեմաներ ունեցել եմ, սաղ իրանց անվանել են Ղարաբաղյան մելիքների թորներն ու ծորներն են եկել Հայաստան, սիրում ենք Ղարաբաղը, ուղղակի Ղարաբաղյան կլանին ենք մենք, ասում եմ Ղարաբաղյան կլանին ինչ ուզում ես ասա, Ղարաբաղցի որևէ մեկին բռնի, հերը անից, եթե ինքը ոչ ազնիվ հայ է, ոչ ազնիվ վերաբերմունք է ցույց տվել, վատ բան է արել Հայաստանի հանդեպ կամ քո հանդեպ անձնապես, արա դու ինչ իրավունքով ես Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի պատճառով իմ ծննդավայրը թիրախավորում։ Ձեզ դուր եկավ հիմա ես որ ձեր ծննդավայրին վատ անվանում տամ։ Ժողովուրդ ջան, եթե Ղարաբաղի մասին սենց անեկդոտային ժանրի բան ասեն, ես համոտ չի եթեր անեմ, մտնեմ եթերեմ ասեմ, ես ինչ կատակ եք անում, սա լուրջ թեմա է, սա ճղճիմները հայի հետ կապ չունեցողները կամ դաստիարակությամբ կամ ուղնուցոցով եկած, չգիտեմ իրանց մոտ ինչպես է ձևավորվել այդպիսի ատելություն իրանց հայրենիքի մեկ այլ հատվածի հանդեպ, որոշել են, որ ինչ որ անձերի, սպասիբա Ռոսիա ասողների պատճառով, սպասիբա Ռոսիա ասողներին, ես ինքս քաղաքավարի ձևի քննադատում եմ։ Սպասիբա Ռոսիա ասողներին եւ ընդհանրապես Հայաստանը, որ իրանց խորթ են զգում, մեր պետությունը չի, նենց ուրիշ բաներ են խոսում, մենք պետք է սենց ստե ասենք, բան նմանատիպ խոսակցություններ տանող մարդկանց այս տղեն միշտ էլ գնահատական տվել է։ Այդքանից հետո, եթե դուք որոշել եք, որ այս տղու ծննդավայրին բան ասենք, ես չեմ ուզում բառացի ձեզ վիրավորակներ հասցնեմ, բայց հաշվեք վիրավորել եմ։ Կարող չեք գիտակցում ինչ եք անում, արա։ Կարող չեք գիտակցում, եթե չեք գիտակցում, ես հենց հիմա այս եթերը ուզում եմ, որ դուք բոլորդ ուշադիր լսեք եւ հասկանաք, որ Ղարաբաղ բառը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ռոբերտ Քոչարյանի տնից չի հելել այդ Ղարաբաղ բառը։ Ոչ է Ռոբերտ Քոչարյանն է ստեղծել այդ Ղարաբաղ անվանումը դրել, պետություն ստեղծել։ Այդ հայրենիքիս, իմ հայրենիքիս մասին է, իմ հայրենիքի հանդեպ ոչ մեկ ես թույլ չեմ տալիս վիրավորական խոսի։ Այդ թվում եթե Հայաստանի մասին վիրավորական, իմ հայրենիքն է, ես տարբերություն հայրենիքի մի հատվածը ընդ է, մի հատվածը ստե է, մի մասը արևմտյան Հայաստանը մնացել, մի մասը մնացել է Նախիջևան, մի մասը Վրաստանի տարածքում։ Այդ տարածքների հանդեպ դուք ինչ իրավունք ունեք ընդհանրապես անհարգալից խոսակ, եթե փոխարենը պետքա գլուխներդ կախկցենք, որովհետև համազգային դա խարան է, համազգային աղետ է տեղի ունեցել, այդ համազգային աղետի մեջ մենակ ղարաբաղցիները չունեն իրաց մեղքի բաժինը, որովհետև երբ որ Ղարաբաղյան կլանը ստե Երևանում իշխում էր, ստեի Հայաստանի բնակիչը իրանց մեկը 5000 դրամով, մեկը վախի ազդեցության տակ, մեկը իր շահից ելնելով, պաշտոնից ելնելով գնացել ձայնա տվել։ Դառա որ բոլորս միասին մեղավոր ենք այս ամեն ինչի մեջ։ Ղարաբաղյան կլանն էլ գտնվում է Տավուշյան իշխանության ձեռը, Տավուշյան իշխանություն, ինչու՞ չես պատժում, եթե Ղարաբաղյան կլանը հանցագործ է։ Թե իրար հետ լավ հարաբերություն ունեք, ինչ եք անում, ես չեմ հասկանում, թե եք թույլ տալիս լավ, ինչ անում եք, լավ եք անում, ճիշտ եք անում, հասնում է ուրեմն մեր ժողովրդին, շատ ճիշտ եք անում, մեր ժողովուրդը եթե այսպես է իրան պահում, եթե Ղարաբաղ բառը չի կարում ճիշտ արտահայտվի, թե իր անգրագիտության պատճառով, թե իր ատելության պատճառով, հիմքերը կապ չունի, ես արտահայտված այդ երևույթի մասին եմ խոսում։ Եթե չի կարում, ուրեմն երևի արժանի ենք դրան, որ դուք մեզեսորն եք գցում, որ դուք ժողովրդին բաժանած 40 մասի Ղարաբաղյան կլան, այսինչյան բանը տաշիր գալուգան, էսի մեկը մյուսը հարցերը ձեր բարձ է քաղաքավարի տիրույթում, մի հասցրեք ձեր ատելությունը ժողովրդի մակարդակի։ Ժողովուրդը չպետք է զգա իրանց մեջ հայ, վատ հայ, խելացի հայ, չգիտեմ, սկսում են ասել, ասում է սա հայրենասեր հայ չի, ես հայրենասեր հայ եմ։ Հիմա ես Արմինեին որ հարցնես, ասել, այնա ասում, Ղարաբաղյան մելիքների սերուցքից եմ ես, թորն եմ իրանց, որ հասցնես ինքը ամենահայրենասեր կինն է աշխարհի, ամենապետականամետ մարդն է աշխարհի։ Բայց իր այս պահվածքը պետականամետի կամ հայրենասերի, երբ որ ասում եմ քո ծննդավայրին Հայաստանին, ասեմ Հավայստան, ասում եմ հա, ինչ ուզում ես ասա, այսինքն ոչ ազնիվ պահվածք ունեցել, ենթադրենք ստե կան մարդիկ իմ էջում այս պահին, այս պահին օրինակ վիրավորական բան են գրում։
Ինձ վիրավորական բան են գրում կամ իրանց սխալ արտահայտված մտքի մեջ ես տեսնում եմ որ հակապետական միտք է ես այդ երկու ապուշի պատճառով պետք է ես իմ հայրենիքին իմ պետությանը ասեմ Հավայստան կամ մեկ ուրիշ անվանում միած սթափվեք Որ այնքան ասում եմ հեսա մի տարի դառավ ասում եմ արա ձեր բլոգերների կապերը խզեք չեք նկատում որ բլոգերի գործունեությունը շատ կարևոր գործունեություն է հանրային կյանքում բայց թե ինչ ազդեցություն են թողնում դա արդեն բլոգերների մեջ պետքա դուք որոշեք ով ինչ ազդեցություն է թողնում ով է օտար երկրագործակալը ով է օտար երկրում նստած երկրի մեջ պարակտում մտցնում հələ հայրենիք պաշտպանողներին էլ որ հայրենիքի պատիվը պետության մեջ որևէ կարևոր գործունեությամբ են զբաղվում իրանց էլ կա դատի մատի են տալիս վերջում դատավորն է կարող է ըստ էս ինչ օրենքի ես շատ իմանամ որ պետության օրենքի համարժեք եվրոպական արևելյան արևմտյան հարևանի պետության օրենքներով է շարժում ինչա ես ձեզ ասում եմ կարգի հրավիրեք իմ ծննդավայրի մասին միայն ու միայն հարգալից եթե իմ ծննդավայրից կան լիքը սխալ պահող մարդիկ մեկն էլ ես իրաց քննադատում եմ ես երևույթը կատարած գործողությունն եմ քննադատում Դա ինչ ձև է արա ես չեմ հասկանում Հենց այս պահին ասում եմ ես ոչ մի մեկին ձեռս չեմ բռնում իմ հետևորդների մեջ մնան Ջնջվեք գնացեք նրանք ովքեր որ իմ ծննդավայրի մասին եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության մասին անհարգալից խոսք են ձևավորում եթե լինի իմ ընկերների մեջ Ղարաբաղցի ով որ Հայաստանի հանդեպ էլա ծաղրանքով խոսում ջնջվի գնաց տեից Ինձ մի ջղայնացրեք ես առողջություն չունեմ բայց ես ունեմ անելիք ես ունեմ լիքը գործեր որ իմ երկրում տեսնում եմ սխալա ծուռա գնում Պետք է միասին համագործակցելով դսենք այդ ծուռը Արմինեն 50 տարի սխալ է ապրել Արմինեի հետևից զռռալով գնանք մենք այս որ ինձ գրել է sense բաներ է գրում Չի կարելի չէ ժողովուրդ ջան ես տեսնում եմ սխալ երևույթներ եւ արցախցիների կողմից արտահայտված քննադատում եմ դուք ողջունում եք կարող եմ միտեղ էլ ողջունում եք գիտեիք ես ատում եմ Ղարաբաղը կամ ատում եմ Ղարաբաղցիներին sense փորձել եմ բան անեմ էլի այն մի երկու բլոգերի նման Ղարաբաղի ուղղությամբ ես Ղարաբաղի ուղղությամբ ցեղ շպրտած չկամ ով որ հասկանալու հետ խնդիր ունի դա իմ խնդրեմը չի ես միշտ ցեղ եմ շպրտել նույնիսկ ցեղել չեմ ես շպրտել հերն եմ անիցել ուղիղ ասում եմ հերն եմ անիցել այն հային այն Ղարաբաղցի հային թեկուս որ եկել է Երևան իրան սխալա պահել այնց է պահել որ եթե ես արտահայտվեի իր միտքը ես գլուխս կախցեի կամաչեի այդ ասացիս համար եւ շտապել եմ ասել որ ձեզ կարգի հրավիրեք Հիմա չեմ ուզում ուշացնեմ նորից ասում եմ ձեզ կարգի հրավիրեք եթե իմ ծննդավայրի մասին քամհարանքով եք խոսալու ծաղրանքով եք խոսելու ջնջվեք ոչ թե գնացեք ռադեղեք վերջնական ասեցի հասկացաք Եթե կարող ենք իրար հարգենք, եթե կարող ենք այս պետությունը կառուցենք, ուժեղացնենք, եկեք միասին դա անենք։ Եթե քանդելու եք, արա ռադ եղեք իմ հետևորդներից շակից։ Ես ուզում եմ, որ վաղը մյուս օրը Գևորգի էջ մտնողը, տենա Գևորգի ցուցակը ընկերների 50,000 ավել ու ավելանում ենք, տենա որ սաղ քաղաքավարի, խելացի, բարիկիրթ, շնորհքին մարդիկ են։ Ոչ թե մտնեն տենան Արմինե Խաչատրյանը գրել է Ղարաբաղցի, Ղարաբաղ Ղարաբաղը աղջի Այդ քեզ հասնում է աղջի ասեմ հələ մի բան էլ ավել Իմ ծննդավայրի մասին խոսալուց քեզ հանգստացրու թե չէ ես եմ արդեն բորբոքվում Ժողովուրդ ջան խիմ առավոտը պղտորեն Ես լիքը գործեր ունեմ հարցեր ունեմ Ես շնորհակալ եմ Նայեք Հայաստանցի հայա կամ կարող սփյուռքում է չգիտեմ Սասունը ասում է բրատ ջան այդպիսիների պատճառով կորցրել ենք Արցախն Արցախի հայաստանցի Առանձնացրին դրա համար հասանք սրան բարև ձեզ Մարդը հայաստանցի է ինքը գիտակցում է որ մենք հայրենիքի մի հատված ենք կորցրել եւ այդ հայրենիքը չնայած կորցրել ենք էլի մեր սրտում է չէ այո մեր տիրապետության տակ չի մեր ոտերը այդ հողի վրա չի բայց չենք կարող որ հնարավորություն չունենք մեր հայրենիքի հետ հատվածում լինել մենք սկսենք արդեն ծաղրանքով խոսել այդ Արմինեն ու իր նման մտածող մարդկանց վրա ես խիստ կասկածում եմ որ եթե իրանց ծնողը մահանա Ծնողի գերեզմանին ծաղիկ չեն դնի, ծնողի գերեզմանը չեն մաքրի, եւ ծնողի հանդեպել այդպես քամհարանքով կխոսան։ Ինչի՞, որովհետեւ ծնողը օրինակ իր կենթանի կյանքի ժամանակ, իր ինքը որ ողջ է եղել, ողջ կյանքի ընթացքում, օրինակ հերս սիրուհի է ունեցել, դավաճանել է մորը։ Այդ պատճառը որ ինքը այդպես վարվի։ Այսինքն, եթե նույնիսկ Ղարաբաղի կլանը սխալ է իրան պահել, Միևնույն է, ձեզ թույլ չի տալիս Ղարաբաղից հանդեպ, իմ սրտի Ղարաբաղի հանդեպ, որ շատերը ձևական Արցախ, ես ասում եմ, ի սրտե, իմ համար երկու բառն էլ հոգի արազատ է, թե Արցախը, թե Ղարաբաղը։
Իմ ծննդավայրի մասին դուք հարգանքով խոսեք, սիրելի ընկերներ, հարգելի ընկերներ, ես գիտեմ, որ մի մեծամասնությունը ինձ սիրում հարգում է, իսկապես շատ մի քիչ զանգված է, որ ընդ պատպիսկա եղել զուտ այնքան, որ գրիսական այսպես բաներ անի, էլի։ Այդ շատ քիչ զանգվածը գրողի ծոցը ուղարկվեք, դուք գնացեք գրողի ծոցը հանգիստ թողեք, որովհետև լիարժեք հայը, իսկական խելացի իմաստուն, հասկացող հայը իմ հետևորդների շարքերը միշտ լրացնելու է, դուրս վռնդվեք, տեղ տվեք, թող խելացի մարդիկ հավաքվեն, թե Սփյուռքում ապրող, թե Հայաստանում ապրող, թե չգիտեմ, հարևան պետությունները նույնիսկ, եթե Թուրքիա կա հայ, Վրաստան կա, Պարսկաստան կա հայ, այդ պետության հայերը, լավ հայերը, ինձ պատպիսկա են, իմ հետ կոնտակտի մեջ եմ մտնում, լավ շփում կա, իրանք ասում են, որ Գևորգ, այո, քո պահվածքի համար լիքը սխալ պահող Ղարաբաղցիների վրա աչք ենք փակում։ Աչքներից դեմը դու ես գալիս, ասում ենք լավ է Գևորգ երենակա լույս է տալիս, նրանք էլ թող տենց խավար մնան։ Ինչա դառնան, որ մենք պետքա մեզ լավը տենանք, լավ, հիմա վատը տեսել, հա, Քոչարյանին Սերժին տեսել, այ ընդհանրենք վատը իրանք են, չէ։ Երկու հոգու պատճառով իմ ծննդավայրին անհարգալից է վերաբերվում, մեջի զեվա։ Դες տապտուկների մի բանի տեղ դրեք։ Շնորհակալություն ձեզ, որ գնահատում եք, որ այս պահը ճիշտ եք գնահատում եւ համաձայն եք իմ հետ համակարծիք եք, որ այդ երևույթները սխալ է։ Ժողովուրդ, ով էլ արտահայտվել է մինչեւ հիմա Ղարաբաղ բառը, կարող չի հասկացել, այս եթերը տեսնելուց հետո, ովքեր որ կընդունեն, ես իրանց չեմ վիրավորի, վատ բան չեմ ասում, բայց սրանից հետո, եթե կրկնվի, ես տենամ իմ ընկերները շարքում այդպիսի մարդիկ կան, Ժողովուրդ ջան, ջնջում եմ գրողի ծոցը ուղարկում, ես չեմ ընդունում տես բաներ, ես ոչ թե ում միտքը չեմ կիսում, ջնջում եմ, ժողովուրդ, ես շատերի միտքը չեմ կիսում, բայց ես հարգում եմ իրանց գործունեությունը, չեմ հարգում իրանց այդ պահվածքը ու վсё գրողի ծոցը։ Չի կարելի, հարցեր կա, որ պետքա մի քիչ մտածված մոտիկանանք, նուրբ պետքա մոտիկանանք։ Խոսում եք ծննդավայրի մասին, հայրենիքի մի հատվածի մասին։ Ասում եմ, այդ դերասան բլոգերներ, իբր Ղարաբաղի կորստի համար մեղադրում են Ղարաբաղյան կլանին բան, ասում ես, հա, առաջի հայացքից տպավորությունա, որ սիրտը ցավում է Ղարաբաղի համար, մտածում է, չեր ուզում տենցնել, մեկ էլ ֆռն տենում ես հաջորդ ստատուսի մեջ Ղարաբաղ կամ Ղարաբաղցիները, sense էցի Ղարաբաղցը, այդ տուֆտեք, դուք չիմանաք, դուք զենք չունեք, դուք քաչալ հավ է փետրած, որ հավը կփետրեն, բայց դուք հավ եք, դուք գիտեք սաղ ձեր նման հավ են, ու գիտեք դուք այնա վերևներից ֆինանսավորում են, վերևներից իշխանությունը ձեզ ոնց որ գիտեք թիկունք, հա, թիկունք չի, այ խաղալիքներ, այ զենքեր, ձեզ օգտագործում են այսօր, իմ դեմ էլ կարան օգտագործեն։ Նկարս կարակ դնեք դրա մասին խոսակ, էլ հերումեր, էլ քավորտին, էլ գողփիսո, ինչ ուզում եք ասեք։ Արա ճշմարտությունը դրանով չի փոխում։ Ես իմ արտահայտված մտքերով եմ պատասխանատու հանրությանը, դու էլ քո արտահայտված մտքերով ես պատասխանատու հանրությանը։ Դու եթե ուրացար քո հայրենիքը, քո ծննդավայրը նույնիսկ, այ բլոգերշա եւ այլն։ Դու վաղը ուրանալու ես նաեւ Երևանը, ուրանալու ես Տավուշը։ Վայ եկել է Նիկոլի իշխանությունը տապալվեց 20, այս տարի չի տապալվելու, մի տարի կտապալվի։ Այս մարդիկ, այս իշխանության մեջի մարդիկ, որ sense բաներ են գրում, սրանք սկսելու են Նիկոլի տարածաշրջանի, Իջևանի բանին վատ բաներ ասելը։ Հիմնականը մեծամասնությունը տենց է լինելու, որտեղ դրանք արդեն տվյալ կլանից կամ տվյալ իշխանությունից, տվյալ համակարգից ֆինանս չեն ստանում։ Սովածությունից սկսելու են արդեն գրմռալը, սկսելու են արդեն հաչալը։ Հա, վերջերեք, ես ձեզ նորից եմ ասում, առայժմ եղբայրաբար, խնդրում եմ ձեզ կարգի հրավիրեք, ուշադրություն դարձրեք ձեր արտահայտած մտքերի մեջ, եթե չեք դանելու ուշադրություն, շարունակելու եք դեն սխալ ապրեք, ես ասում եմ, մի օր ձեր դատաստանը գալու է, հաստատ գալու է, թե 5 տարի հետո, թե վաղը մյուս օրը, թե մի օր պահի տակ հայտնվելու եք մեկի բռունցքների տակ, դա հաստատ լինելու է։ Ինքս ես ասում եմ, եթե չտենամ իրավապահ համակարգի կողմից սրա ուղղությամբ ազգային անվտանգության ծառայություն։ Այ մարդ, ազգը մենք ենք, կապ չունի Տավուշցիա Ղարաբաղցիա, ազգը ես եմ, ազգը Նիկոլն է։ Եթե այս ազգի մեջ երկու տարածաշրջանների մեջին բախումներ կա, ԱԱՑ-ն գործողություն պետքա ձեռնարկի, թե ոչ, ես անգրագետ մարդ եմ, տեղյակ չեմ, բայց ինձ մի բան հուշում է, ԱԱՑ դա նշանակում է ազգային անվտանգության ծառայություն, որն է ձեր գործառույթը, կան բլոգերներ, ովքեր այսպիսի ատելություն են տարածում, եւ կան կրկնօրինակող քաղաքացիներ, որ սրանց գործողությունները տարածում են աչու ձախ։ Ունեք
անելիք ունեք գործառույթ ես ուղղությամբ, խնդրում եմ պատասխանեք։ Հիմա ընթերցեմ մեկնաբանությունները։ Արդյունքներով եմ քեզ լսում Գևորգ ջան, սրանք չեն գիտակցում, որ Հայաստանը մեր մեծ ընտանիքն է եւ մեր բացն ամոթ է, որ ուրիշը տեսնի։ Խոնարհում ես ձեզ, Տիկին Կրիստինա։ Սրանք լաչար կանանիք են, ովքեր ոչ խելք ունեն, ոչ կուլտուրա, ոչ դատողություն։ Իսկապես Տիկին Կրիստինա, դուք մի թեթե մխթարեցիք, լուրջ եմ ասում, իմ սիրտը մխթարեցիք։ Այս ջղայնությունս մի անգամից իջավ։ Ինչի, որովհետեւ մարդ վախում է իր հայրենիքի մի մասի կորցրել, վախում է մի մասն է կորցնի այս ատելության պատճառով, ու երբ որ տենում է իր նման մտածող մարդիկ կան, գիտակցող մարդիկ կան, մխթարանք է, բա ինչա, մի տեսակ սիրտս թեթևացա, շնորհակալություն։ Ես ծնվել եմ Ադրբեջանում, բայց ամբողջ կյանքս ապրում եմ Երևանում, հարգում եմ բոլորին ու ազգերին, շատ եմ սիրում խելացի մարդկանց։ Հաճելի է Տիկին Սոնա, շնորհակալություն։ Խիզախ եւ իմաստուն ազնվորություն։ Շնորհակալ եմ լավ խոսքերի համար։ Հարգելի արցախցիներ, տեսնում եք ինչքան Հայաստանի հայեր կան, ինչ լավ խելացի եւ լավ բաներ են գրում։ Ես ձեզ հիմա ապացուցեցի, որ Հայաստանցի Ղարաբաղցի տարբերություն չկա։ Կա Հայաստանում ավանակ, կար Ղարաբաղում ավանակ, զռռալով եկել է հասել Երևան։ Այդ զռռացողներին գրողի ծոցը ուղարկեք։ Ես գործ չունեմ դրանց հետ։ Ապրես Գևորգ ջան, գիտես Գևորգ ջան, ժամանակ է պետք, բոլորս էլ այս բանին լարված ենք, սա էլ կանցնի, ճիշտ է, ծննդավայրը քաղցր է, չի մոռացի, բայց կխաղաղվի ու առանց վիրավորելու կողքի, որպեսզի մի ազգ, մի արյուն կապրենք դարեդար։ Գայանե ջան, Տիկին Գայանե, շնորհակալ եմ ձեր գրածի համար։ Պետք է երեխան եթե սխալ անում, ականջից քաշենք, առաջ տենց է մեթոդը եղել, հիմա ասում է բուլինգ եք ենթարկում, չի կարելի։ 50 տարեկանն էլ ալնում երեխա։ Երեխեքն 50-ն էլ 60-ն էլ երեխա, եթե ինքը իր մտածելակերպով մնացել է 4-րդ դասարանում, 3-րդ դասարանում, իրան պետք է ականջից քաշել, պետք է մի թեթև ապտակ հասցնել։ Նրանք չեն հասկանում, անկեղծ ասած բաներ կա, եթե ինձ էլ չասեն, ես էլ չեմ հասկանա։ Եթե 3 հարևանս չգար ինձ ասել, Գևորգ հելի Բոստանիդ խոտերը հավաքի վառի էսա փխրեցնելու ժամանակն է, ժողովուրդ այդ մարդը ասեց, ասի հա էլի բա, եթե չասեր, ես էլ ես բլոգերական գործունեության մեջ վախտա ալնում ենք, անեմ տապակվում, տնեցիկից էլ եմ կտանը մեջ նստած, ես տնեցիկից կտրված մարդ եմ, կողքից որ չասեն, ես էլ չեմ դարձի գա կամ ուղվեմ, տեսակ մարդը ասեց, ես էլ արեցի, հիմա ես ասում եմ, դուք էլ եթե սխալ եք պահում, ճիշտ պահեք ձեզ։ Ես միանում եմ քո խոսքերին, բրատս։ Լևոնը Արցախցի է, Լևոնը միանում է իմ խոսքերին։ Հայաստանի տարբեր քաղաքներից կամ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները միանում են իմ խոսքերին։ Այսինքն իմ ասածը, սա միակողմանի ինչ որ վերլուծություն չի, սա մեկի կողմը պահել չի կամ մեկին մյուս կողմի թիրախավորել չի, սա երևույթի է թիրախավորվում։ Ես այս երևույթը թիրախավորում եմ եւ գրողի ծոստ եմ ուղարկում, եթե չեն ուզում դարձի գալ։ Այդ կինը հələ իրան չեմ բլոկել, հույսով եմ կգա ներողություն կխնդրի։ Ես ներողություն կխնդրեմ, չէ, ուշադիր չէ, եթերի ժամանակ իրան ազնական վիրավորանք հասցրել եմ, թե չէ, եթե ինքը ընդունի իր սխալը, ես պատրաստ եմ ասեմ կներեք, ես հունից դուրս եմ եկել, բայց եթե ինքը շարունակի մնա այդ իր ասածին, գնողի ծոցը ուր ուզում է գնա, ես բլոկելու եմ, մեկա չեմ թողնալ շարունակվի։ Կարևորը արդեն գլուխս եկած է, չեն կարա այս դատի տան, նկար չեմ հրապարակել, չեմ ասել տվյալները անձի, արտահայտված միտք եմ ասել, երևույթ եմ թիրախավորել։ Եթե ինձ ձերբակալ է ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ հետևողական կլինեք, գոնե դատարան կգաք, ձեր ուժը ցույց կտաք, որ Գևորգը չէր վիրավորել մարդկանց կամ տարածաշրջանների, վիրավորել է տարածաշրջաններին թիրախավորող շներին։ Գևորգ ջան, ապրես դու քո առողջ մտքերի համար։ Շնորհակալություն Արամ ջան։ Վահագն Խաչատրյան միշտ էլ դեմ եմ եղել ընդհանրացնելուն։ Իհարկե պետք է ընդհանրացնել Գևորգ ջան։ Երևի ժողովուրդ ջան, դե եթե չեք գրել էլ վերևները խիզախ եւ իմաստուն ազնվորություն։ Շնորհակալություն Վլադի ջան։ Հետ որ գնում եմ Facebook-ը շպրտում ասես որ բանում, ոնց որ էլ բան չկա։ Շնորհակալ եմ բոլոր ժողովուրդ, ձեզանից բոլոր նրանցից, ովքեր որ միացան իմ եթերին եւ ամենակարևորը միացան իմ մտքերին։ Եթե ձեր համար նեղություն չի, խնդրում եմ, տարածեք այս տեսանյութը։ Միգուցե այս տեսանյութը որոշ ժամանակ հետո նստված կտա այդ ազնվորությունների ուղեղում կհասկանան, որ սխալա չենք կախաղան հանում, չենք բաժար չենք տալիս այդ մարդկանց, չենք սպանում, չենք ոչ մի բան, ընդհանրապես ասում ենք դարձի արեք։ Կարող է դարձի գա։
Բարև Գեորգ ջան, բարև Արմինե ջան, շնորհակալ եմ, որ դու ես միացել Հունաստանից եւ աջակցում ես իմ մտքերը։ Այնպես որ Ժողովուրդ ջան, ուրեմն իմ տեսանյութը հասանելի ու հասկանալի է ժողովրդին, հասկացան, որ ես երևույթ եմ թիրախավորում, պահելաձև մտածելակերպ եմ եւ սխալ գաղափարախոսություններ եմ թիրախավորում եւ իմ հետ համակարծիք են իմ հայրենակիցները։ Ձեզ շատ եմ խնդրում, ովքեր որ դուք չեք միանում այս մտքին եւ շարունակելու եք Ղարաբաղը, Ղարաբաղ ասել կամ մեկ այլ ձևակերպումով, արդեն հանգիստ եմ, քաղաքավարի ասում եմ, լքեք իմ էջը գնացեք հերուններ։ Սոնա ջան, շնորհակալություն։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, եթերը փակեմ, հաստատ կարևոր եթերեր պետք է սրա մասին խոսալ։ Ռազին ավսեք դա, մեկընդմիշտ։ Հաջողություն, շնորհակալ եմ բոլորից։